Մովսեսը շատ հաճախ է երևի իրան հարց տվել. Աստված ջան, եթե դու ինձ սիրում ես, եթե ես քո որդին եմ, ինչի համար, երբ որ ես հասկացա ով եմ ես, որ ես քոնն եմ, քեզ եմ պատկանում, այսպես դաժան եղավ իմ ճակատագիրը։ Ինչու ես հայտնվեցի սարերի մեջ, ինչու ես այսքան փորձությունների մեջ ընկա։ Քո մոտ էլ երևի հարց կառաջանա քո կյանքիդ մեջ, երբ որ դու ինքդ ընկնես այդպիսի մի տեղ։ Թվում էր թե քո ապագան լավն է լինելու, բայց հետո հակարծ հայտնում ես մի տեղ, որ անապատ է ու դու մենակ ես ոչխարների հետ։ Շրջապատում ես մարդ էլ չկա, որի հետ զրուցես ու դու օրերով ես այդպես, ամիսներով ես այդպես։ Հայտնվում ես անապատում ու չես հասկանում ու չես կարողանում մարդկային ինչ-որ լուծում բերես այդ ամեն ինչի վրա ու քեզ անզոր ես զգում։ Բայց գիտեք ինչ, մենք չենք տեսնում Աստծո ծրագրերը։ Մենք չենք տեսնում Աստված ինչ է պատրաստել։ Սա է, որ մենք պիտի հասկանանք, սա աստվածաշնչյան գաղտնիք է, որ մենք պետք է հասկանանք որտեղից է գալիս մեր զորությունը, իսկ մեր զորությունը չի գալիս մարդկային ոչ մի ռեսուրսից, ոչ էլ իմաստությունից, այն գալիս է Աստծո զորությունից։